Իրավունք թերթը գրում է նախօրեին Սամվել Կարապետյանի կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը կանդազը կալանավորվեց 2 ամսով։ Արցախցիների շրջանում տարածված լուրերի համաձայն կամանդիրին փուռն են տվել հենց արցախահայերը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող падգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցել ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ։ Կարծում եմ, որ ոմանք ծանոթ բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները, հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձիկ են եղել շահողները։ Նրանցից մեկին Դավիթ Դանելյանին քաղաքացիական պայմանագրի վարչությունը հեռացրեց ցուցակից իր օգտին ուղղորդելու համար։ Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ իր տեղը նվաճել։ Եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։ ՀՊԱ-ականները նեղսրտած են, ինչու պետք է հիմա վիզ դնեն, որ Արայիկի մարդիկ падգամավոր դառնան։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում։ Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին, հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։ Այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը ՀՊԱ-ականներին խիստ հանձնարարական է իջեցրել, Աննայի թեման չդնել չվերցնել, ոչ լավով, ոչ վատով։ Թերթի տեղեկություններով Աննա Հակոբյանն է Փաշինյանին ասել, որ հասկացնի ՀՊԱ-ականներին, թե ինքը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով վերջին շաբաթներին նախընտրական զտում է սկսվել ներքին գործերի եւ պաշտպանության համակարգերում։ Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից, այլևս նպատակահարմար չեն գտնում համատեղ աշխատանքը բացատրությամբ։ Հետո միջնորդավորված տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։ Գրում է թերթը։